Այն գործը, որով հիմա գործընթացը սկսել են, շակերտների մեջ իրավական, դեռևս 2018 թվականից կա հարուցված։ Այնպես չի, որ ոչ մի նոր հանգամանք չի եղել, նոր բան չի եղել, որ մեկ էլ իմացել են, ինչ որ նոր բան է եղել։ Այսինքն այս ժամանակի ընտրությունը ինքն իրանով իհարկե հարցեր առաջացնում է։ Ինչի հենց հիմա, ինչի որոշեցին, ինչի չգիտեմ, Մեհրիբան Ալիևայի ծնունդի օրը, այսինքն այնքան աբսուրդների մեջ ենք, որ նույնիսկ sense բաների շուրջ ես արդեն սկսում մտածել, բայց կարող է իրականում սա ինչ որ հատուկ է այդ օրը ընտրված, ինչ որ գործընթացների հետ է կապված։ Այնպես որ ասել, որ այո, սիմվոլիկա սիրում են, այնպես որ ասել, որ այսպես հստակ կարող եմ ասել ինչի հետ է կապված, իհարկե չէ, բայց առնվազն այս տարիների իրենց գործունեությունը կասկածի տարբեր տեղիքներ տալիս է։ Պարոն Քոչարյան, վերադառնալով ԱԺ ամբիոնից հնչեցվող հայտարարություններին, տեսեք, փաստացի տրվեց հանձնումների անոնս, նոր հանձնումների, տրվեց բռնաճնշումների հրահանգ, արդեն ուղիղ հրահանգ, ինչպես եք պատրաստվում այս ամենին դիմակայել, պայքարել, հաշվի առնելով նաև անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Գիտեք, մեծ հաշվով նույն ձև ինչպես որ արել ենք, մենք երբեք չենք դիմել որևէ հակաիրավական միջոցների, հակաիրավական գործիքների։ Այս առաջին հերթին այստեղ մեր անձնականից մի կողմ դրած ավելի մեծ հարց կա այս ամեն ինչի մեջ ու իրապես եթե անձնականը լիներ այս ամեն ինչի մեջ չէինք լինի։ Մեր ժողովրդի հետ ավելի լավ աշխատելու մեջ է լուծումը, որովհետև ի վերջո քաղաքական լուծում պետք է լինի այս ամեն ինչի։ Պետք է ավելի փորձենք լավ աշխատենք, ավելի ճիշտ ձևով խոսքը տեղ հասցնենք, ավելի լավ կարողանանք այս ստի մանիպուլյացիայի դեմը պայքարել։ Այս է մեծ հաշվով։ Քաղաքական պայքարը ավելի շատ մարդու ի վերջո պետք է կարողանանք համոզել, թե ով է այս իշխանությունը, ուր է տանում ու ի վերջո էլ ինչ վատ հետևանքներ է լինելու իրենց շարունակական իշխանության մնալը։ Մենք երբեք չենք հրաժարվել, հավանական իհարկե, միշտ էլ հավանական համարել ենք, բայց այստեղ կան շատ եթեներ իհարկե, բայց դա միշտ էլ այդ հնարավորությունը կարող է լինել, եթե լինի այսպես տարբեր նախապայմաններ կամ որ այդ նախապայմանները կարողանանք նաև որպես քաղաքական ուժ ճիշտ ձևակերպենք ու այդ մթնոլորտը ստեղծենք փողոցային պայքարի համար, այնպես որ այո, հնարավոր է իհարկե։ Իսկ միջազգային հանրության լռությունը ինչով է պայմանավորված, տեղեկացնում եք ձեր գործընկերներին, այսօր օրինակ Պեսկովը ասաց, որ Հայաստանի ներքին գործերին չի խառնվում, բայց հույս հայտնեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլինի, հենց պարոն Քոչարյանի մասով հարցին։ Ձեր կարծիքով ինչու են լռում եւ պատշաճ է նրանց արձագանքը, այստեղ տիրող իրավիճակին։ Տեսեք, Ռուսաստանը այն երկիրը չէ, որ այսպես աշխարհով ժողովրդավարություն է քարոզել, այդ երկիրը չէ ինքը այս ժողովրդավարություն քարոզելու, այդ ժողովրդավարական ինստիտուտներին գնահատականներ տալու, ընտրությունների մնացածի հետ կապված այս ամեն ինչը այսպես հավաքական արևմուտքն է միշտ եղել սրա կրողը ու մենք բազմիցս տեսել ենք հատկապես մինչև 2018 թվականը, ես շատ լավ հիշում եմ տարբեր երևույթների, դեպքերի հետ կապված, ինչ կտրուկ արձագանքներ էին լինում, այնինչ հիմա մենք տեսնում ենք արդեն երկար տարիներ, որ այդ արձագանքները չեն գալիս այս երկրներից, դեսպանատներից, այդ կառույցներից չկան այս արձագանքները ու սա էլ հարցերի տեղիք է տալիս իհարկե, թե ինչի չկա, այսօր նաև դրա մասին ազգային ժողովում էլ խոսվեց, որ իսկապես սա ինչ որ գին ունի, ու այս գինը վճարելու է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր այս ապօրինությունների վրա որ աչք են փակում, այլ վճարելու է հայ ժողովրդը եւ շարունակում է վճարել հայ ժողովուրդը, որովհետեւ ուրիշ նորմալ տրամաբանություն չկա սրան։ Այն կարգի ակնհայտ ապօրինի այսպես լկտի ձևով են այս ամեն ինչը անում, նույն ԱԺ ամբիոնից հայտարարությունները, որ ուղղակի վստահ եմ, որ իրենք տեսնում են այս ամեն ինչը, իրենք տեսնում են այս ամեն ինչը, շատ լավ հետևում են, բայց այսպես լուր առանց ոչ մի արձագանքի։ Ու սա պատճառ ունի, թե ինչ չեն արձագանքում։ Ըստ երևույթի այն մարդն է, որն իրենց պետք է, որը ինչ որ ծրագիր ունի անելու, որին իրենք ամեն ձև այսպես պահում են իշխանության, նաև նախընտրական շրջանում միջալոց են աննախադեպ աջակցությունը, որը իսկապես ընդունված չէ ընտրություններից առաջ, այդ կարգի միջամտություն ընտրական գործընթացին ուղիղ աջակցությունով, այսպես տարբեր այցերով, ֆինանսավորումներով, բայց այս ամեն ինչը արվում է, ու սա ունի հստակ նպատակ, դրա համար էլ այս ամեն ինչի վրա աչք են փակում, ու սա ի ցույց է դնում շատ ավելի վառ, որ ժողովրդավարությունը ոչ թե բացարձակ արժեք է, այլ գործիք է, որը օգտագործում են իրենք, երբ որ իրենց նպատակը հարմար է։